Մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Այն մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը։ 2026 թվականի բյուջեով ամփոփում ենք այն առաջնահերթությունները, որոնք սահմանել էին կառավարության ծրագրով, միաժամանակ հայացք ուղղելով առաջ դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիների ընթացքում։ Նախորդ տարիները ամփոփելու համատեքստում էական է ընդգծումը, որ բյուջեն պետք է լինի ճկուն եւ կարողանա արագորեն արձագանքել օրեցօր վերաձևակերպող մեր աշխարհին, որն իրապես փոխվում է ավելի արագ, քան երբևէ։ Արհեստական բանականությունը, որին դեռ երեք վերաբերվում ենք որպես ապագայի երևույթ, այսօր արդեն փոխում է աշխարհի բնույթ եւ անգամ տնտեսությունների կառուցվածք։ Այս եւ այլ գործոնների հաշվին ձևավորված նոր իրականության հետ մենք պետք է քայլենք համընթաց եւ փորձենք անգամ մեկ քայլ առաջ անցնել, մտածել երկարաժամկետ, բայց գործել հստակ նախանշված քայլերով եւ համապատասխան տեմպով։ Անգամ բարենպաստ շրջափուլերում անհրաժեշտ է պատրաստ լինել հնարավոր ռիսկերին, պահպանելով ֆիսկալ կայունությունը եւ առաջանցիկ տեմպով զարգացնել տնտեսության ներուժը։ Միևնույն ժամանակ ամուր լինելու համար պետք է առաջնորդվենք այն մտքով, որ յուրաքանչյուր դժվարություն կարող է դառնալ նոր հնարավորությունների եւ գաղափարների ստեղծման եւ զարգացման աղբյուր։ Կարևոր է միայն տեսնել այն հնարավորությունները եւ ճիշտ օգտագործել դրանք իշա պետության կայուն զարգացման։ Այլ կերպ ասած, տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում տնտեսության կայունությունը պետք է ապահովի նորարարությունների եւ մարդկային կարողությունների հավասարակշռված ներդրմամբ, պահպանելով սոցիալական արդարությունն ու կայուն աճի հիմքերը։ Յուրաքանչյուր հայաստանցի պիտի բարենպաստ պայմաններում ստեղծարար միտքը արտահայտելու եւ այն գործարկելու հնարավորություն ունենա։ Թույլ կտամ ինձ արձանագրել, որ վերջին 100-ամյակների ընթացքում մենք մշտապես ապրել ենք լավագույն ապագայի սպասումով։ Երկարաժամկետ պլանում երազել ենք անկախության մասին, իսկ կարճաժամկետում ակնկալել մեզ իշխող կայսրությունների բարեհաճությունը։ Վերջին 3 տասնամյակում դրան ավելացել են նաև խաղաղության սպասումը։ Եվ այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից, մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից եւ փոխվելու արագությունից։ Հետևաբար ապագան արդեն այսօր է եւ հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները, այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը։ Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր եւ մեր ծնողների անցյալին։ Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել, եւ այլևս երբեք նման չի լինելու անցյալի աշխարհին, այլ որովհետեւ այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից։ Մեր որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ ապրող մարդը։ Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլևս գոյություն չունի։ Ողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է, այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ինքնին։ Կենտրոնի մաս են այն բոլոր համայնքները եւ բնակավայրերը, որտեղ մենք հսկայական ներդրումներ ենք իրականացնում հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները, դպրոցներն ու մանկապարտեզներն են եւ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ որ նույնն է թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը։ Մեր մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաև չափելի։ Մեր իրականացրած քաղաքականությունները արտահայտում են ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման եւ տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ։ Թեև մեր զարգացման հիմքում մեր իսկ ընդունած որոշումներն են, սակայն լինելով համաշխարհային տնտեսության անբաժանելի մաս եւ վերջինիս արդեն իսկ ավելի ակտիվ մասնակից, կարևոր է նաեւ հասկանալ, թե ինչպիսի գլոբալ եւ տարածաշրջանային միջավայրում ենք մենք գործում։ 2025 թվականին համաշխարհային տնտեսությունը
Չնայած առևտրային լարվածություններին եւ աշխարհաքաղաքական անորոշություններին ցույց տվեց բավականին բարձր դիմադրողականություն։ Միացյալ Նահանգներում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակել է մնալ մասնավոր սպառումը, սակայն արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով աճի տեմպը աստիճանաբար կդանդաղի, եթե 2024 թվականին այն կազմել է 2.8%, ապա 25 թվականին ակնկալվում է 2, իսկ 26-ին 2.1% աճ։ Եվրոգոտում տնտեսական վերականգնումը մնում է թույլ, բայց կայուն։ Այստեղ դեռ զգացվում են էներգետիկ ճգնաժամի եւ ֆինանսական խստացման հետևանքները, սակայն սպասվում է տնտեսական աճի որոշակի արագացում պայմանավորված ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ եւ գնաճային ճնշումների մեղմացմամբ։ Իսկ Չինաստանում երրորդ եռամսյակում աճը դանդաղել է պայմանավորված անշարժ գույքի շուկայի թուլացմամբ եւ սպառման թույլ տեմպերով։ Ըստ կանխատեսումների տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն 2025 թվականին կազմելով 4.8%, իսկ 26-ին 4.2%։ Ռուսաստանում, որտեղ անցած տարի աճի տեմպը կազմել էր 4.3%, 25 թվականին սպասվում է ընդամենը 0.6%, իսկ 26-ին շուրջ 1%։ Եթե խոսենք ապրանքահումքային շուկաներից, ապա Brent տեսակի նավթի միջին գինը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 14.4%-ով։ Սպասվում է, որ 25 թվականին նավթի գինը կնվազի 15.7%-ով, կազմելով շուրջ $68 մեկ բարելի դիմաց, իսկ 26 թվականին մոտ $60։ Պղնձի միջազգային շուկաներում միտումները հակառակն են։ Գինը աճել է հասնելով գրեթե $10,000 մեկ տոննայի դիմաց եւ կանխատեսում է, որ աճը կշարունակվի 25 եւ 26 թվականներին։ Պայմանավորված վերականգնվող էներգետիկայի ոլորտում պղնձի նկատմամբ աճող պահանջարկով եւ որոշ հանքավայրերի մատակարարման խափանումներով։ Պարենային ապրանքների միջազգային գներն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բարձրացել են միջինը 6.3%-ով։ Կաթնամթերքի, բուսական յուղերի եւ մսի գների աճի պատճառով թեև հացահատիկի եւ շաքարի գների նվազումը որոշ չափով մեղմել է ընդհանուր ճնշումը։ 25 թվականի համար սպասվում է շուրջ 6.4% աճ, իսկ միջնաժամկետում 2.2%։ Այս բոլոր երևույթներն իրենց դրական ազդեցություն են ունենալու հաջորդ տարվա մեր ցուցանիշների վրա, որպես վառելիք ներմուծող եւ պղինձ ու պարենային ապրանք արտահանող երկիր։